մարդիկ ովքեր չիմանալով թե ինչի համար են կոճակ սեղմել, հիմա գիտեն, հիմա իմացան, որ իրանց չիմացության արդյունքում մենք հայտնվել այստեղ։ Այնպես որ մեր ձայնը արդեն հասել է իրանց ականջներին, մնացել է որոշում կայացնելը։ Իսկ Սերյան Սարոյանը ձեզ ինչ ասաց։ Անձամբ ինձ ոչինչ, բայց հեռուստացույցով ասեց բոլորին իլուր, որ բոլորի մտքին էլ կա։ Ասեց, էլի ինչ պետք է խաբեք այս ժողովրդին։ Կարծում եմ բոլորդ լսել եք ելույթը։ Իրանց համակուսակիցներն էլ նույնիսկ հանկարծակի եկան, որ իրանց կուսակիցը նման արտահայտություն բարձրաձայնում է։ Իրանք էլ են տենց մտածում, բայց վախենում են արտահայտվեն, չես հասկանում ինչու։ Ումից են վախենում։ Չեմ կարծում, որ նախագահը անտեղյակ է սրանից։ Ուղղակի ճնշումը պետք է լինի, մինչև որ իրենք համոզվեն, որ դանակը հասել է ոսկորին, հետադարձ ճանապարհ չունենք։ Հնարավոր չէ փաստաթղթավորել այն, կարող է գան մեկը մեխ է ծախում, սաղ մեխերը հերթով, քանի հատ մեխ հաշվեն ամեն օր։ Ամոթել է, արևածաղիկ վաճառողը հատ-հատ պետք է արևածաղիկներ հաշվի, քանի հատիկ է վաճառել։ Ծիծաղելի է իրանց հանած օրենք, իրանք էլ չգիտեն ինչ են ընդունել։ Ի վերջո պետք է սենց առանձին ճյուղերով առանձնացնել, որը ինչ է, տարբեր են ոլորտներ, այսպես չի կարելի բոլորին նույն արշինով հավասարեցնել։